Հաստատության, եթե որևէ տեղեկություն չունեք, հարցնեիք, եք այդ համապատասխան փաստաթղթերը ստանայիք եւ ես բերել եմ եւ պատերազմական գործողությունների մասնակցած Աֆղանստանի վերջնական եւ պաշտպանության նախագծությունը մնացած եթե մենք չենք խոսում ինչեր են կարելի չէ կարող եք հետաքրքրվել հատուկ նշանակության հատուկ խմբի ղեկավարը մնացածը մենք արդեն թողնում ենք անցյալը որտեղ բաներն ուզում ենք պատերազմի դուրս են եւ մյուսը Ադիբեկյանի հայտարարությանը ինչ որ Հայաստան ճանաչել Հայաստանի մարտարվեստների ֆեդերացիայից մեկի հիմնադիրը ես եմ եղել ինչպես նաեւ անդամության ծառայության ինքնապաշտպան խմբերի մենք կազմակերպել ենք Հայաստան բազմաթիվ միջազգային եւ ազգային առաջնություններ սկսած 90-ական թվերից ու մեծ տեսփորտայիններն են ճանաչում թե ռազմական ոլորտում թե հատուկ նշանակության գումարտակի նաեւ հրամանատարի պաշտոնակատար ծառայության ծովտեղական հրամանատարը շատերն են ճանաչում եւ մեր ասենք հնարավորությունների սահմանները եւ խնդրեմ Ադիբեկյանին եթե չճանաչեն ուրեմն չասի մենք հիմնական մեր գործողությունները ծավալել ենք վերջի 6 տարիներին դրսում ու 40-ից ավել մարտարվեստների համաշխարհային գլխավոր վարպետ լինելը 10-ից ավել միջազգային կառույցների օլիմպիական դեսպան լինելը դա արդեն բավարար է իր պատասխանը տալու եթե ինքը տեղեկություն չունի մնացածը մենք մոտ 500-ի հասնող սերտիֆիկատները բերել են թող ինքը գանայի ու մնացածը դրանց հետո որևէ փոխհատուցում չծավալի ինչ վերաբերում է մրցապայքարին ես ոչ մի բողոք չունեմ 8 միլիոնից եւ 5 միլիոններից մենք մեր հաշվով մտնելուց նախատեսված մեր գումարով ենք մտնել վստահ լինելով որ ասենք Հայաստան նաեւ որտեղ մենք հիմնական դրսի մասնակցել ենք ծավալը մեր գումարի նախատեսել ենք $200,000 եւ ես ունեցել եմ իմ հաշվի վրա բայց երբ որ մենք Հայաստան ցուցեցինք այն նպատակների խնդիրները իրականացնելու համար ներդնում կատարել հիմնական Հայաստան զգացինք այն ոլորտները որը առնչվելու ինչպես սպորտի զարգացման մարտարվեստների զարգացման այն ուղղությունները որ միշտ կատարված չի ինչպես նաև վետերանների սոցիալական աջակցության եւ այլն զգացինք որ այն կողմը որի համար մենք գնալու ենք մինչև վերջ պատրաստ չի առայժմ այդ փոփոխությունները դրա համար ու հավաքված համապատասխան գումարը Հայաստանից մեր ձեր չէր տալիս նման փոքր գումարով մտնել դրա համար ես երեք եմ հայտարարել կարծեմ քանի լրատվականից խոսել եմ այդ ես նախընտրում եմ առանցքություն դուրս գալ պայքարից քանի որ այն ինչ անել ենք ներսում ու այն արձագանքը վերջի 10 օրվա մեջ ուրիշ չգտա չեմ գտնում որ կարելի է մեծ գումարներ դնել հասնել ինչ որ նպատակների հաջողությունների բայց ներքևում մարդիկ դրան պատրաստ չեն այսինքն մարդիկ դեռ պատրաստ չեն այն ռիսկի փոփոխություններին կտրում որ անհրաժեշտ է ինչ մենք արել ենք հատկապես վերջի 4 տարիների դատաիրավական ոլորտների դեմ ակտիվ պայքար չենք նայել որ դատախազ որ դատավոր որ ոստիկանապետ վերից վար իջացրել ենք ներքև քանի որ իրանց սխալը պետք է ասես որ մենք հասկանան որ իրավունք չունեն պետական փոխելով դառնան հանցակից ռազմակերպված հանցակոց խմբերի դրա համար մնացած իմ տնտեսական ոլորտներին իմ ծրագրին առնչվող բոլոր այդ ոլորտների համար ես շատ հանդիպում եմ ունեցել մինչև 3 ուշ երեկոյա զգացել եմ որ առաջն կտրուկ փոփոխությունը ոչ մեկը պատրաստ չի հատկապես երբ ես նայեցի պետական կառույցների վերահսկողական ծառայության պետ ղեկավարի Իշխան Զաքարյանի հանդիմանանքը թե իբր այսքան չարաշահումներ կատարել եղբայր ումն այդ բողոքում դուք եք վերևում դուք եք պատասխան տվել ձեր մարդիկ են ասեք դուք պահանջեք մեզնից ինչ եք ուզում մենք ոչինչ չենք կարողանում հա ասեցիք բայց երբ որ դուք չեք պատասխանատվության ենթարկում ինչեր ուրեմն всё նույնը նախագահ վարչապետին հանդիմանում վարչապետը հանրապետության այսինչ է կանում այսինքն իրանք ինչևմա չեն կարողանում ղեկավարից կազմել դրա համար ընդգծում ենք որ այդ ոլորտ առաջիկա 4 տարում վերափոխել կտրուկ անհնար է դրա համար ավելի լավ է չմասնակցել այն ծրագիր որ մենք դնում ենք ստանել առաջ սպասել մի փոքր ընթացքում մենք նախապատրաստենք ժողովրդին նոր քանի որ իմ կարգախոսը երբ որ գնաց մենք հայ ենք մենք հզոր ենք մենք Հայաստանի արժանի զավակներն ենք մեր ժողովրդի դրա հասնելու ուղին շատ բարդ է լինելու որտեղ մենք կտրուկ փոփոխություններ են գնալու քանի որ չի կարելի նմանատիպ իրավիճակում ժողովրդին հասցնել սոցիալական անմենացածր մակարդակի որ ժողովուրդը թողնի լքի Հայաստանը նախընտրի պայմանագիր կնքարի երկրների թողի դուրս տա դրա համար մենք նախընտրում ենք ավելի լավ չմունցել չմասնակցել ժողովրդին չծանրաբեռնել որտեղ առավել մեծ ծախսեր են նախատեսում գիտեք ամբողջ ծրագրը ներկայացնում է մոտ 1 միլիոնից ավելի
անհրաժեշտ է ծրագրեր տպել, տարածել, հանդիպել բոլոր, ասենք, համայնքների հետ, բոլոր քաղաքների մարզերում, իսկ նմանատիպ մեծ ծախսեր անել ու ժողովրդին անպատրաստ տալ, ինքը երբ որ ասում է ես ուզում եմ, բայց ես չեմ կարող։ Ավելի լավ է նախապատրաստել եւ մյուս նախագահական ընտրություններին արդեն ամբողջովին առանց խնայելու գումարը մտնել պայքարի։ Պահում եք գումարը մյուս ընտրություններին։ Այո, որտեղ դա իմ անձնական գումարն է, ես պահում եմ մյուս ընտրություններին, իսկ Հայաստանից հավաքված գումարը մենք արդեն 3 հետ ենք տվել, ներդնով են, всё, ասում են։ Կարելի է իմանալ ով է ունեցել։ Դե չէ, որտեղ մեր սպորտային ընկերն է, մեր ասենք անվտանգության ծառայության հետ մենք վաղուց 90-ականներից աշխատել ենք, սպորտի բնագավառ է կապացել, ոչ թե մեր անվտանգության ծառայությունը, դրա համար նախընտրում եմ այդ գումարը ավելի լավ չգնանք, ավելի այս կոնֆլիկտները չսրենք, որտեղ մենք դնելու ենք հարցեր, որ ավելի լավ երկրում դատախազը հրաժարական տա, դատարանների նախագահան հրաժարական տա, քան թե նմանատիպ իրավիճակում ժողովրդին ասել կներեք։ Եթե չեն ենթարկում մարզային դատախազներ իրենց, ավելի լավ է չունենալ այդպես դատախազը, քան թե ունենալ։ Եվ այլն մնացած ոլորտներ, դրա համար ես նախընտրում եմ դուրս գալ, ես մեծ հաջողություններ եմ ցանկանում բոլորի ովքեր մնալու են, բոլորին եմ ցանկանում, իրենք կներկայացնեն նախընտրական ծրագրերը, հանդիպումներ կլինեն, ես կգտնեմ որևէ մեկի ծրագիրը համապատասխանում է այն նորմերին, որ ես գտնեմ, որ անհրաժեշտություն են Հայաստանի վերականգնմանը ավելի բարձր հեղինակությանը աշխարհում, ես կընտրեմ իրեն։ Ինչ-որ թերի ծրագիր, հատկապես կատարողական մասը, որտեղ ասել մի բան ու կատարողական մասով, երբ որ հարցում ասում, բա ո՞նց ես անելու, իսկ ասում դե իրավիճակում կորոշի, ուրեմն ավելի լավ է չընտրել, որտեղ Հայաստանում իրավիճակային գնահատական տալը շատ դժվար է։ Բարի, ես վերջացրեցի։ Ուրեմն հարցը տված էր, ինչ ոնց է ձևակերպված հարցը, ես կարող եմ անել, որ Ուրեմն հարգելի գործընկերներ, ընկերներ, բարեկամներ, մենք մոտավորապես 20 օր իրար հետ աշխատեցինք եւ հույսով եմ, որ աշխատելու ենք եւ շարունակելու ենք աշխատանքը։ Ընդհանրապես ինչ է տալ ընտրությունները ժողովրդի համար եւ ինչի համար է նախագահական ընտրությունները։ Նախագահական ընտրությունները եւս մեկ անգամ ցույց են տալի, հաղթում է գումարը, փողը։ Գաղափար Հայաստանում չկա։ Այսօր գաղափարով կուսակցությունների եւ առաջադրված տեխնացուների, կներեք, եթե ինչ-որ մեկին վիրավորում են, չկան։ Սա երկում է նորից նույն երկը կապիտալիզմի մասին, մի քիչ շեղումներով սոցիալիստական ուղղվածություն ունեցած ինչ-որ ծրագրեր, մեջը կետեր, ինչ-որ, որը որ կազդի ժողովրդի զգայանների վրա։ Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, որ այսօր ես հայտարարում, որ Սերժ Սարգսյանը գաղափարապես պարտություն կրեց։ Քանի որ Հայաստանի սոցիալիստները եւ ժամանակի երություն սոցիալիստական շարժումը չունի այդքան հնարավորություններ պայքարել գումարով հանրապետական կուսակցության։ Եվ գտնում ենք, որ այն գումարը, որը որ հավաքված է մեր անդամների միջոցով, մոտավորապես 32,000 դոլար։ Մենք անիմաստ կծախսենք եւ իմաստավոր չի լինի ընդհանրապես մնացած գործունեությունը որպես հասարակական եւ քաղաքական շարժում։ Քաղաքական դաշտը մաքրվում է։ Դուրս են գալի պայքարից եւ չեն առաջադրվում այն մարդիկ, որոնք որ դիտակցում են, որ եւ իրավունք չունեն մասնակցել ընտրություններին, դիտակցում են, որ չխանգարեն հանրապետական կուսակցությանը հաղթելու միակ ուժն է այսօր անդիմադիր, որը որ կարող է գաղափարով հասնել, դա սոցիալիստական շարժում։ Շատ հետաքրքիր է, որ բոլոր լրագրողներին ու ժողովրդին հետաքրում է։ Գումար ճարեցիք, գումար գտաք, գումար ճարեցիք, գումար գտաք։ Ուրեմն ընտրությունները կաշիլոկով, օտմանով անենք, հաշվենք, ով ինչքան գումար ունի, դա էլ հաղթեցին։ Շատ հետաքրքիր է, որ արձագանքները մամուլում եւ շատ շնորհակալ եմ մամուլի ներկայացուցիչներից, որ բավականին մեծ արձագանքներ ստացանք եւ ժողովրդի կողմից եւ այլ մարդկանց, ովքեր որ
ընդհանրապես չգիտեին, որ կա տենց շարժում, եւ դրա մասին խոսքը արդեն բացվեց եւ գնաց։ Մեր պայքարը սրանով չի ավարտվում։ Ում ենք պաշտպանելու, ում ենք մեր ձայները տալու, դրա մասին կասվի եւս, երևի մի 2-3 օրվա ընթացքում, բայց որ ես նախապես ասել էի, մենք պաշտպանում ենք այն քաղաքական գործիչին, որը ավելի խորացված տանում է մեզ դեպի Ռուսաստան, որը ինչ-որ չափով մերժում է եւ Ամերիկան եւ Եվրոպան, ինչ-որ չափով խորացված տանում է դեպի Ռուսաստան։ Մենք պետք է քննարկենք մեր գործընկերների հետ, այն հասարակական կազմակերպությունների հետ, որոնք ինձ առաջադրել են եւ պաշտպանելու էին եւ հույսով էին, որ ես շարունակելու եմ պայքարը, քննարկելու ենք, թե ում ենք քվեարկելու, մենք ինքներս եւ ում ենք ձայն տալու։ Ընտրություններից հետո մենք սկսում ենք մեծ պայքար, համոզված եղեք, ես դիմում եմ մեր ժողովրդին, որ կա իսկական ընդդիմություն, հզոր արմատական ընդդիմություն, որը որ կոչվում է ժամանակի էություն, սոցիալիստական շարժում։ Մենք ոչ մեկ չենք համագործակցելու կապիտալիստական երկրների, կապիտալիստական քաղաքական գործիչների, մենք անում ենք էլ, ինչ որ պահանջում է ժողովուրդը, հավասարություն, բոլորին աշխատանք, անվճար կրթություն, անվճար բուժում, իսկ լրագրողները եւ քաղաքական գործիչները ասում են անծանոթ, քիչ ծանոթ, երևի լրագրողները շատ երիտասարդ են, 93 թվականից իմ գործունեության մասին տեղյակ չեմ, իսկ անծանոթ նույնպես եմ ասում, ծանոթը իմ գաղափարախոսությունը։ 70 տարի ծաղկացրած երկիր, 70 տարի հզոր Հայաստան, 70 տարի առանց պատերազմի Հայաստան, զարգացած գործարաններ, տնտեսություն, ռազմական ամբողջ գործ, հայրենասիրություն, մենք դաստիարակել ենք մեր սերունդը Մարշալ Բաղրամյանների, Իսակովների եւ չենք փոշմանում, քանի որ դա հզոր ժողով մարդիկ էին եւ մեծ հայրենասեր։ Այդքան է, եթե հարցեր կան, ես Կան հարցեր, խնդրեմ հարցեր ուրեմն մենք պայքարել ենք ոչ թե մյուս ընտրություններին առաջադրվելու, այլ մյուս ընտրություններին հաղթելու ենք։ Մենք պայքարելու ենք ամբողջ պայքարը, նորից եմ ասում, մենք արմատական ընդդիմություն ենք հայտարարում, գնալու ենք եւ ազգային ժողովի ընտրություններին, եւ տեղական մարմինների ընտրություններին, այս 4 տարվա ընթացքում միջև ազգային ժողովի եւ պայքարելու ենք գումարները ավելի փորձելու ենք շատացնել, իմիջիայլոց ասեմ, որ կան մարդիկ, որոնք որ ալեգարխոտ են, ոչ շատ ալեգար, արդեն պատրաստ են եւ ֆինանսավորել եւ մեր հետագա ծրագրերը Ձեր հավաքած փողը մենք ունենք բյուջե, մեր անդամավճարներն են, դա անդամավճարները հետ չեն գնահատվում։ Ներողություն, ինչպես ասել, որ բանը հասավ 48 ժամ գրավչի ժամկետի վերջում, նորից երկուսը տեղ հասկացաք, որ անիմաստ է։ Նորից ասում եմ, ես կասեմ, անիմաստ չի, նորից եմ ասում, մենք կարող ենք դնել գումար $20,000 եւ մնացած $14,000 ծախսենք մի քանի հատ թռուցիկ տպելու կամ 20 օր առաջ դա չգիտեի։ Ոչ, ես նորից եմ ասում, եւ դուք տեղյակ չեք, ես դիմել էի հանրապետական կուսակցությանը լրատվական միջոցներով, որ եթե իրանք ուզում են արդար պայքար ունի, ուրեմն պետք է տեղեն կապիտալիստական համակարգից հայտարարել է, որ իրանք են ամենահզոր տեխնացիոնում, Սերժ Ազատելիչն է, եւ ինքը ֆինանսավորել է սոցիալիստական շարժումը, ստավկա դեն։ Քաղաքականության մեջ, ոչ մի դեպքում, ես նույնպես ասում, եթե ես լինեի իշխանության տերով, եթե սոցիալիստական իշխանություն լիներ Հայաստանում, եւ կապիտալիստ քաղաքական գործիչը ուզենար պայքարել իմ դեմ եւ չունենալ գումար, ես կտայի ասեի պայքարի դες կարաս հաղթես թե չէ, գաղափարով։ Այս պահին շատ սոցիալիստ իրենց համարով գործիչներ կան, ամենավերջին։ Ես չգիտեմ, ով ասեք, ես ասեմ։ Պարոն Թովմասյանը, այդ ձեր ասածը մեզ անգիրանել ա թողել արդեն քանի Վազգեն Սաֆարյան, պարոն Թովմասյան, դա քաղաքական գործիչներ են, Յուրի Մանուկյան, որոնք որ
99 թվից Սերգեյ Բադալյանի մայից հետո կուսակցությունը պարակտեցին, վсё։ Չկա, դա հանձնարարություն է կատարված հանձնարարություն, թե ում կողմից ես չեմ ուզում խորանամ, բայց կատարված է հանձնարարություն, որը որ պետք է սոցիալիստական շարժում Հայաստանում չլինի։ Ոչ թե դրա համար, որ ժողովուրդը չի ուզում այդ սոցիալիստական շարժում։ Ասում եք, որ գաղափարական տեսնացումներ չկա, հետո ավելացնում եք, որ այս երկրորդ քննարկի թեում եք պաշտպանել, այսինքն դուք եք գաղափարական։ Նորից եմ ասում, մենք պաշտպանել ենք չարագույններից պաշտպանելու ենք այն թեկնածուին, որը տանում է մեզ դեպի Ռուսաստան։ Մեր առաջին կետը հավերժ Ռուսաստանի հետ։ Կներեք, իսկ եթե Ռուսաստան տանող թեկնածուն կապիտալիստ լինի, միևնույն եք սատարեք իրեն։ Հայտարարում ենք սատարման ձևը, ինչի ենք սատարում եւ երևի թե միգուցե եւ չէ, իհարկե դա պետք է մենք որոշենք մեր ժողովում, ոչ թե առանցին իմ կարծիքով։ Այսինքն ավելի կարևոր է որ Ռուսաստանի հետ լինենք, թե ավելի կարևոր է որ սոցիալիստական երկիր լինենք։ Այս պահին, քանի որ մենք գտնում ենք որ չենք կարողանում սոցիալիստական իշխանություն վերադարձնել Հայաստան, այս պահին ավելի լավ է լինել Ռուսաստանի հետ, քան թե Իսկ չեք գտնում, որ ավելի լավ է սոցիալիստական շարժում չկա, ժողովուրդը չի ուզում։ Ավելի լավ է դուք գնաք Ռուսաստանում ապրեք ու միանգամից ուրեմն նույնպես եմ ասում, սոցիալիստական շարժում կա, ժողովուրդը ուզում է։ Ժողովուրդը ուզում է սոցիալիստական շարժում եւ գերազանց գիտի։ Միգուցե այս լրագրողներով եւ իմ միասին իշտենք մի հատ հարցնենք անցնորդներին, թե ուզում են իրանք թե ոչ։ Սոցիալիզմ թե կապիտալիզմ։ Կներեք, եթե նույն ձևի ձևակերպվի հարցը ոնց որ ձևակերպեց հանրաքվեի ժամանակ, դուք ուզում եք ապրել անկախ հանրապետությունում, իհարկե ժողովուրդը կասի հա։ Իսկ եթե ձևակերպել էր ժամանակ հարցը, դուք ուզում եք քանդեք սովետական միությունը, իհարկե ժողովուրդը կասեր ոչ։ Կներեք, ինձ դեռ հուշեցին, որ Ռուսաստանը կապիտալիստական երկիր է, Ռուսաստանի հետ միանալով Ռուսաստանի հետ միանալով մենք գտնում ենք, որ միանում է եւ համագործակցում է մեր եւ ռազմական եւ տնտեսական, մենք միասին պետք է գնանք դեպի Եվրազես միություն։ Առաջին կետը բայց Եվրազեսը սոցիալիստական է, թե կապիտալիստական։ Արգելիներս, ուրեմն նույնպես եմ ասում, մենք գնում ենք դեպի Ռուսաստան, Ռուսաստանի հետ համագործակցում ենք, Եվրազեսներ է դառնալու սոցիալիստական։ Դե դուք չեք տեսնում, ես տեսնում եմ։ Ես պատասխանեմ, ուրեմն ինչ վերաբերում է 48 ժամյա ուտիմատումը ճիշտ ասած, ես կմուծեմ ուզել դեպս հաջողություն, ուրեմն ես ինչի համար ասեցի, ես ցանկանում եմ օգտագործել 48 ժամը։ Ես այդ պատասխանատվեցի, ես փորձում եմ կողմնորոշվել այդ երկու օրը օգտագործել հանդիպումների եւ հասկանալ իրոք մեր այն արենան, ում համար մենք քայլը կատարում ենք, այդ ներդրումն անել ենք, որտեղ հսկայական միջոցներ դնել, հսկայական աշխատանք, անկում գիշերներ, հսկայական մեր շրջապատներ դնելու, ինչպես միջև հանդիպումներ, արժի մտնել այդ փոփոխությունները, որտեղ մենք շատ լուրջ առճակատումների մեջ ենք մտնելու։ Ցանկացած ոլորտներ, որտեղ բոլոր ոլորտներում, եթե նախագահնա մատնանշում, վարչապետը մատնանշում, որ իրոք կան լուրջ թերություններ, կոռուպցիայի հսկայական աճ, այդ դեպքում մենք այդ կտրուկ փոփոխություն առավել կտրուկ են գնալու, կատարողական մասով։ Նայեցի, որ իրոք չկա այն կոնտինգենտը, որոնց հետ կարելի է գնալ այդ ճակատամարտին, այդ բախումներին։ Դրա համար նախընտրեցինք նախապատրաստել ավելի հզոր բանակի բարձրացնել ոտքի, նոր հետագայում նոր գնալ առավել ճիշտ ուղով, քանի որ երբ որ մարտի գնաս կամ պատրաստի գնաս, կամ չգնաս ավելի քան զոհեր տաս ու անիմաց ծախսել, հեղինակազրկվես, որտեղ այդ ճանապարհը նախագահական միջև ընտրության վերջի օրերները շատ դաժան է։ Նայում եք ինչ ընթացական ոչ թե անմիջական, այլ ընթացակարգային ճնշումները անմիջապես կատարան, որտեղ բոլորին ուղղորդումը կատարում է բազմակողմանի այն ոլորտները, որոնք նախատեսված են ընտրությունների համար, այսինքն իրենք նախընտրում են մեր թեկնածումը, մենք պետք է գնանք մինչև վերջ եւ արդեն ժողովրդին սկսում են ուղղորդել։ Իսկ ինչ վերաբերում է կողմնորոշման ռուսական, ես ինչպես ուսումնական, այնպես էլ ծառայողական, գործնական, սպորտային կապերով շատ մեծ կապ ունեմ Ռուսաստանի հետ, դիտեք, Ռուսաստանի ներկա նախագահի ամբողջ շրջապատը սամբո, ձյուդո եւ ջուջիցու մարտարվեստի հիմնական ներկայացուցիչ, որոնց հետ մենք շատ սեր կապերի մեջ ենք ուսումնականներից, բայց
քանի որ ներկա քաղաքական իրավիճակը, տնտեսական իրավիճակը դա դուրս է արդեն Ռուսաստանի հզորությունից, մենք նախընտրում ենք բազմակողմանի հարաբերություններ հաստատել, քանի որ Հայաստանը միայն Ռուսաստանի, միայն Ամերիկայի, միայն ասենք Եվրոպայի հետ համագործակցելով չի կարող իր ժողովրդի իր նաև արտաքին անվտանգությունը ապահովել։ Բազմակողմանի ունիվերսալ քաղաքականություն կոնկրետ ենթակետերը մշակում են, սկսում են քայլ առ քայլ գնալ, որտեղ Ռուսաստանը չի կարողանում իրավիճակով կողմնորոշել, քանի որ հսկայական բնակչություն ունի, հսկայական քաղաքական եւ ռազմական կապեր ունի, ինքը նախընտրում է տվյալ իրավիճակում խաղալ այս քարտերով, մյուս իրավիճակում մյուս քարտերով։ Նայեք ինքն էլ ռեալ իրավիճակում սկսած Ելցինից մինչև Պուտին գնում են իրավիճական քաղաքական պետք է տալիս են կտրուկ պատասխան, ասում են դες խելոք բայկես մենք ռուսներն ենք։ Նենց կանենք որ կվերան ու всё։ Զգում եք Ելցինը ինչ ասեց Կլինտոնին։ Մի քանի վայրկյան դու մոռացել ես ինչ է նշանակում Ռուսաստանը։ Ու всё, վերացավ արդեն ամերիկյան հզորությունը։ Այսինքն նույնը Պուտինը վարվեց, երբ որ զգաց դրա համար մենք խոսենք կոնկրետ ռուսական, մեր ընկերները, մեր հարազատները մեծամասամբ բնակվում են Ռուսաստանում, մենք նաև կապիտալ ենք ներդրում, նաև առևտրական մեծ հարաբերություններ, բայց ներկա իրավիճակում ես նախընտրում եմ համագործակցել բոլոր պետությունների համատեղ, ովքեր ունեն ռազմական, տնտեսական, քաղաքական պոտենցիալ։ Իսկ մնացածի հետ ըստ իրավիճակի, սա է իմ կարծիքը։ Հենց սկզբից երբ որ դուք մտածը դրա պայքարի մեջ, թվում է բոլորին հայտնի է, որ դուք դուրս եք գալու եւ դրա պայքարի չեք, ասես պարզ ամեն ինչ չի։ Ես ասում եմ տպավորությունը, որ նոր բիզնեսի ձև եք մտածել, փող հավաքել եւ դա, չգիտեմ, դրա հաշվետվությունները հետո ներկայացնել։ Կտակ ես ասեմ, ոչ մեկը չի կարող ասել, գոնե մեկ դրամ, մեկ լումա տվել է ինձ, որովհետեւ կատարում եմ։ Եթե որևէ մեկին գտնեմ, որ ասի, մեկ դրամ գոնե տվել է, ես ինչ որ իմ պայքարի մեջ մտնելու համար կամ ինչ որ խոսք ասելու համար, այդ դեպքում ես գործով եմ պատասխանելու։ Ինչ վերաբերում ազգական գումարը վաղուց է, դեռևս 2010 թվականից են հաշվարկում, որպես փորձում են այդ գործողություն կանոնություն են պետական ֆինանսավորում, ընդհանրապես մեկ գումարներով այդ միջոցառումները անցկացում։ Ընդհանրապես ելնելով նախագահի վարչապետի կողմից Հայաստան անունը կրող այդ որոշումով որով ֆեդերացիայի 90-ական թվականին ստեղծված վերագրանցված մենք երբեք մի լումա չենք ունեցել։ Դրա համար մենք մեր սեփական միջոցներ դեռևս 2010 թվականից ստացել ենք, նախընտրում ենք այս միջոցառմանը գնալ կամ Հայաստանում կազմակերպել, ինչպես գիտեք, նախորդ տարում մենք Պարսկաստանի հետ արճակատման գնացինք եւ Պարսկաստանի մարզիկը պարտվեց 45 վայրկյանը մեր մարզիկին ունենալով աշխարհի տիտուլ։ Այսինքն մենք նախընտրեցինք գումար դնել դրան ու հաղթել։ Դրա համար մենք ոչ մեկի գրամ դոմա չեն դեր, ինչ նշանակում է դնելուց ամսի 28-ին երբ որ ես քայլի կատարել, ես չէի դնել հանելու համար։ Ես ուղղակի սպասում եմ, որ աջակիցները այն հզոր բանակը, որ վերևում նստած են, հատկապես այն բևեռները, որոնք այսօր գտնվում են խնդիրների մեջ, իրենք պատրաստ ունեն կողքից կանգնել, զգացի, որ իրենք պատրաստ չեն, որտեղ իրենք ախալ վիճակում։ Всё, ես որոշեցի իրենց հետ քայլ անել կամ իրենց համար շարժվել, դրա համար դնել հանելու խնդիրը չի եղել։ Դնել պայքարի մեջ մտնել, որտեղ դնել ուրեմն մտնել դա նշանակում է արճակատվել բոլոր ճակատների հետ։ Գիտեք, որ ներկայումս արդեն սկսում է արդեն բևեռացում է կատարել։ Դրա համար մենք չենք, ես անձամբ ես իմ խոսքն է, ոչ մեկը չի կարող ասել, որ որևէ մեկի կարծիքը հաշվի առնել դրել։ Ես դրել եմ, որտեղ եղել է կոնկրետ խնդիրներ, ու իրոք այդ խնդիրները հատկապես դատավիրավական ոլորտի, սոցիալական ոլորտի, վետերանների հետ կապված, մարտարվեստների հետ կապված, բևեռացված է։ Ուզում ենք անում ենք, չենք ուզում չենք անում։ Վերջ, լավ ենք անում։ Ումն է պետք է դատա որ ասում լավ եմ անում եմ։ Վերջ, ասում գնա Եվրոդատարան, այսինքն ժողովուրդը պետությունը խայտարականում հենց պետության ներկայացուցիչ չէ։ Դրա համար ես սպասում եմ, որ այս բևեռները, որոնք արդեն տուժվել են, կանգնեն հենարը, բայց իրենք պատրաստ չեն։ Всё, այսինքն ունեն վախեն սահմանը, որ վաղ իրենց դրա համար կպատժեն։ Սա է, դրա համար ես նախընտրեցի չշարունակել, գումար չդնել, դրա համար մեր համար գումար դնելը, անելը, խնդիր չի։ Եթե գիտեք, ես իմ գումարով եմ տանեմ թիմը արտասահմաններում, ոչ մի խնդիր չկա, դաժե մի լումա դնողը, ասենք հետո խնդիրներ է ստեղծում, ուրեմն նախընտրեմ ոչ մեկ այդ խնդիր չունենալ, որտեղ նույնիսկ կոմերցիոն ոլորտը Հայաստանում էլ բևեռացված է։ Այսինքն ուղղորդում են իրենք սրա համար կամ նրա համար։ Բարի բիզնեսը, կոմունիստները սոցիալիստների բիզնեսից հեռու են, երևի թե դուք սովոր եք հարգել լրագրող, որ քաղաքական գործիչները ժողովրդի ձայների եւ ժողովրդի փողերով բիզնեսն անում, սոցիալիստներին դա չի վերաբերվում ընդհանրապես։ Սոցիալիստները միայն ծախսում են եւ նախագահ դառնալով կամ ազգային ժողովի պատգամավոր դառնալով կամ քաղաքականության մեջ պայքարի մտնով դա ժողովրդի
ծառան պետք է ոչ թե հավաքի ժողովրդի գումարները եւ Եթե կարելի է փիլիսոփայորեն պատասխանեք, ինչպես էիք ձեր մասնագիտությունը մարտարվեստը համատեղել երկիրը ղեկավարել, զուգահեռներ կան։ Լավ, ես ասեմ, կարծեմ 2 օր առաջ նմանատիպ հարցազրույց եղավ ինտերնետային կայքերների, նախ ես ասեմ, ես անցել եմ կրթական երկարով, ասենք Գելազանց դպրոց հավատել, տեխնիկում ճիշտ էլեկտրոտեխնիկական, բայց Գելազանց ֆիզկուլտուրային ինստիտուտ նաև հավատել եմ միջազգային իրավապահ մարմինների մազման հատուկ ակադեմիան, այստեղ ստացել սպայի կոչում եւ այլ ակադեմիաներ, որոնք նախընտրել են բազմակողմանի ուղղությունը, թե իրավապահ մարմիններ, թե հատուկ ծառայություն, թե ռազմական ոլորտ, այսինքն ես 93 թվականից ի վեր արդեն բացի սպորտային ուղղությունը, նաև այլ ուղղություններով շարժվել։ Զբաղվել են դետեկտիվային հզոր ծառայության բացատրեն կնես գործեր, որոնք ոչ մի դատախազ ոչ մի ոստիկանապետ Ռուսիան միջև նա բացահայտել։ Ռուսիան դնում եք ասում եք չէ որ եկել եք պարտավոր, всё, մենք չենք պատասխան դրա։ Այսինքն մենք շարժվել ենք բոլոր ուղղություն հիմնական ուժային ռազմական եւ նաեւ հատուկ ծառայությունների, որոնք շփվել են, գործել են, մասնագետ գիտեք դետեկտիվային ծառայությունը, դա ոստիկանական աշխատանք չի։ Ես եմ մտնում եմ պետք է մենք մտնում ենք միջև ինչպես հետախույզը։ Թողնում ենք թույլ, հետո ուժեղ ֆրոնտով դեմ նավում։ Դրա այդ ամբողջ կրթությունը հնարավորություն է տալիս պայքարի մեջ մտնելու։ Իսկ նախագահի պաշտոնը, ոչ թե քաղաքական պաշտոնը, ինչ-որ կուսակցական շփոթներ լուծող պաշտոն, այլ ինքը կառավարման հզոր ունակություններ ունեցող անձի պայքար, այսինքն մարդ, որը կարողանա կենտրոնանալ, լինել դիվանագետ շատ հզոր իրավիճակային, ոչ թե կայուն, որտեղ իրավիճակի հասկանաս, իրար պետության ղեկավարը ինչ խոսք է, ոչ թե նրա արտաքին գործերի մարմնի ղեկավար, կոնկրետ նախագահն է ուղղորդում, դրա համար դի հասկանաս արտաքին հարաբերությունների ճիշտ կողմնորոշման պահը, որ քայլին ինչ քայլ պատասխանել։ Դրա համար դա ինքը կառավարման հիմնական ունակություններ ունեցող անձի պաշտոնը։ Իսկ ես անցել եմ այդ բոլոր ուղղությունները, սպորտային, վերջապես բոլոր ծառայությունները, շփվել բոլոր երկրների համարյա հատուկ ծառայությունների այդ ոլորտները, որոնք հակահաբերության գծով գործողությունները իրականացան 95 թվականից հատուկ գործողական ոստիկանության կողմից հակահաբերության գծով եւ անցել բոլոր պատասխանատվության էտապները 2007-ին Ռուսաստանի հատուկ ծառայությունների միջոցառման մեր թիմը ընդամենը 3 օրով գրավել են հիմնաբարձր մրցանակային տեղը իմ էջում դրված է կրակնային պատասխանատվության ամենը մի քանի պատրոն եւ խոցել են բոլոր բաները թիրախներ այսինքն անցել եմ այդ բոլորը այսօր ոչ մեկը չի կարող ասել Այս բոլոր չես տեսել պատերազմ, չես տեսել սպորտային ուղի, չես տեսել այս ծառայությունները ինչ են, որտեղ երկրի, ասենք, արտաքին կողմներից մեկը շփման, նաև այս ոլորտներն են։ Եվ կառավարման հիմնական ունակությունների տիրապետող մարդը կարող է հաստատ բարձրացնել։ Սա ինձ հնարավորություն տվեց, որ իրոք ասենք պաշտպանը, որ կարելի է դնել ու կարողանա ստեղծել հզոր թիմ, հզոր նախարարներ, որոնք կոռուպցիայից հեռու են, կարողանան իրենց ժողովրդին տանել բարձր հնարավորությունների, ինչպես այդ պետության հեղինակությունը բարձր պայլ, ոչ թե, ասենք, այն աշխանի հասցնել, որ իրենց մի քանի ժամանակ հետո հանեն հեռացնել, վարկաբեկ են, ասեն, ես թողնարա, փախավեն, թողնարա, վայ ժողովուրդ, հասեք օգնեք, սա է խնդիրը, կարողանա հզոր նախագահական կառույց ձևավորել, հզոր կորպուս, որ կարողանա այնպես նախարար դնի, որը ժողովուրդը ժողովրդի կողմնոտ է, այլ հնարավորություններ կան, բիզնես կան, արտասանական, խնդրեմ արա վայրի, բայց երբ որ դնում է ժողովրդին բյուջեի գումարներն ես թալանում, ապրում փախնում են, Խաչիկյանի գործը գիտեք, նման Խաչիկյանները արտաշատի վայրին կամակում է, 5 տարի չեն կարող պետականորեն հետ բերել։ Անկոշ պատերազմասնակիցներ կողմերից չէ, չու մասնակի կորպետներ գրում, մարդիկ դնում են գրում, ասում է դատախազ, չեմ անում վերջ, դիմումների մոտ էլ կա, եթե խնդիր կլինի կտամ, այսինքն նման իրավիճակում հզոր նախագահական, վարչապետական, հզոր, ասենք, ուժապետ, всё չեն ենթարկում, տեղում հարցը լուծում ես, վերջ, Յուրաքանչյուրության ժամանակ կոմպրոմատային պատերազմը, դուք պատրաստ կլինեիք արդյոք կոմպրոմատային պատերազմի առաջին հաղթել եւ երկրորդը ձեր դեր տեխնոլոգիան առաջադրելու ժամանակից որևէ ճնշում անձնական եղել է թե ոչ։ Ոչ, չի եղել, ճնշում չի եղել, ես շատ ուրախ եմ հանրապետությունը քաղաքական դաշտերից ճնշում չի կատարվում, ես հուսով եմ, որ ընտրություններից հետո մայիսի մարտի 1-ի դեպքերը չեն լինելու, ես համոզված եմ, որ ընտրությունները անցնեն շատ հանգիստ այն վիճակը, որ լրագրողները եւ
քաղաքական գործիչները փորձում են ասել, որ դժվար ընտրություններ լինելու է, ոչ շատ ակտիվ մեծ առավելության ձայների հաղթելու է նախագահ։ Այդքան իսկ ճնշում ոչ մի անգամ մեր դեմ դեռ չի գործարկվել։ Կոմպրոմատների նորմալ է, լյուբոյ մարդու դեմ կարող է եւ դիմել կոմպրոմատ։ Չէ, կարծում եմ, որ մարդիկ կան, որ անցյալը մաքուր է եւ բայց իրավիճակները փոփոխվում են նախընտրում։ Հաստատ